Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, սա իմ առաջին ելույթն է ազգային ժողովի այս ամբիոնի մոտ եւ ուզում եմ ասել, որ ուժեղ Հայաստան լինելու է։ Ելույթս ուզում եմ սկսեմ պարոն Բաբկեն Թունյանի կողմից արձանագրված եւ այստեղից հնչեցրած մտքերից։ Պարոն Թունյան, խոսում եք, որ ադրբեջանցիների այդ կադրերը ինչ-որ այսպես ասած վատ տպավորություն են գործել, նենց չի մենք ենք այդ կադրերից հաճույք ստացել, բայց եկեք այսպես պայմանավորվենք, ինչպես պարոն Կարապետյանը ասեց, եկեք հակասաֆարովյան օրենքը ընդունենք, հարցը փակենք, որևիցե խնդիր տեսնում եք, պարոն Թունյան, եկեք բերենք քննարկենք, այո, ինչպես օրինակի համար կարգավորում է գործում Թուրքիայում, նման կարգավորում էլ թող գործի Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ խնդիր կա, նման պրակտիկա աշխարհում կա եւ մեկընդմիշտ հարցը փակենք։ Երկրորդ, որ ուզում եի անդրադառնայի, նույն տեսահոլովակներից, հիմա դուք ասեք, որ այս տեսահոլովակները մեզ հետ կապ չունեն, բայց մարդ մտնում էր YouTube եւ տեսնում էր, այսինքն այն ինչ որ դուք շատ լավ գիտեք, այսպես ասած, նման տեսանյութերի պարոն Թունյան չեք հանդիպել։ Հա, ես չեմ ասում ձեր անունից, բայց ձեր թեզերով, պարոն Թունյան, ձեր թեզերով էր դա։ Ես չգիտեմ հիմա բոլոր դեպքերում ես չեմ տեսել դատապարտող հայտարարություն ձեր կողմից, որ YouTube սոցիալական հարթակում նման տեսանյութեր հրապարակելը ճիշտ է կամ սխալ։ Դուք գնահատական չեք տվել։ Հուսով եմ մյուս ելույթին նաև այդ գնահատականը կտաք։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է հիմա այստեղ պետական մասնակցությամբ կամ պետական ընկերությունների մասին հայտարարություններին։ Պարոն Կոնջարյան, ամենայն հարգանքով, ես չեմ ուզում այստեղ քննարկել, թե ձեր կինը ինչքան աշխատավարձ է ստանում։ Կարանք ստեղծենք խորհրդարանական հարթակ, բացի հարց ու պատասխանից եւ բյուջեի կատարողականից, նաև այդ հարցերը քննարկենք։ Հիշատակում եք, որ տարիներ առաջ այս դահլիճներից մեկում լսումներ են տեղի ունեցել հեծի գծով։ Եկեք նաև անկախ մամուլը մեր մյուս գործընկերները հարցեր են բարձրացնում, ասում են Հայփոստում այսպիսի իրավիճակ է, Զանգեզուրի բրենզեմոլիբդենայում տենդերների հետ այսպիսի իրավիճակ է, Ամուլսարում բարձր աշխատավարձով կառավարության ներկայացուցիչ կա, եկեք քննարկենք, պարոն Թունյան, եկեք տնտեսական հանձնաժողովում այս հարցը քննարկենք, ստեղծենք ձևաչափ եւ խորհրդարանական վերահսկողությունը ընդլայնենք այդ ուղղությամբ, ընդլայնենք, այո։ Ես համոզված եմ, պարոն Ռուբինյանն է կաջակցի, պարոն Ալեքսանյանն էլ որպես ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու եւ պարոն Կոնջարյանը եւս կաջակցեն։ Սկսենք գործընթացը, հրավիրենք տարեկան մի քանի օր համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին, որոնք որ համակարգում են կառավարումը, տվյալ ընկերության կառավարման խորհրդին եւ այս հարցերը քննարկենք։ Բարձրացնենք, ընդ որում նպատակահարմար կլինի նաեւ ես որպես բիզնեսում երկար տարիներ աշխատած մարդ գտնում եմ, որ ճիշտ կլինի նաեւ ներգրավենք Big 4 աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչներին, թող KPMG-ին, PricewaterhouseCoopers եւ մյուս ընկերությունների ներկայացուցիչները գան, անեն ոչ միայն ֆինանսական աուդիտ, նաեւ անեն տեխնիկական աուդիտ։ Ինչպես օրինակի համար դա տարիներ առաջ պարոն Ղազենյանի ելույթն է լինելու շուտով, արվել է հեծում։ Ստուգենք տենդերներ, այո, խորհրդարանական ձևաչափով։ Այսքանը վերջում էլ ուզում եի անդրադառնալ Ադանայի մասին հայտարարությանը։ Ժողովուրդ, Ադանայի մասով ոչ մեկ ինչ որ տարածքային նկրտումներ չունի, բայց եկեք հիշենք էլի, որ Ադանայում մեծ ընտանիք Իլիկիո աթոռն է եղել, կաթողիկոսի աթոռն է եղել 11-րդ դարից մինչև 15-րդ դար։ Ընդ որում Էջմիածին է տեղափոխվել աթոռը հենց Սիս քաղաքից։ Ունեցել ենք Կիլիկյան Հայաստան։ Ընդ որում բազմաթիվ աղբյուրներ ասում են, որ Գրիգոր Լուսավորիչն էլ մինչև Էջմիածին գալը աթոռը հիմնադրել է Կիլիկիայում։ Նման նաև այսպես ասած տեղեկություններ եւս կան։ Չգիտեմ որքանով են դրանք հաստատված, ես ամենայն դեպս լսել եմ։ Եկեք նաև հիշենք Ադանայի ջարդը 1909 թվականին, որը որ հայոց ցեղասպանության դրվագներից մեկն է։
Շուրջ 30,000 հայ կոտորվել է Ադանայում։ Եվ հիմա դնում ենք, համեմատում ենք Հայաստանի այս տարածքը, 10 տարի եղել է ստենդ է։ Ժողովուրդ, Հայաստանի Հանրապետություն եւ պատմական հայրենիք հասկացությունները, եկեք չխառնենք, մենք ունենք պատմական հիշողություն, մենք ունենք սփյուռք, կանգնել մարդկանց ասել, որ գիտես ինչ, Ադանան մեզ հետ որևիցե առնչություն չունի կամ մեր հայրենիքը չէ, ես համոզված եմ, ձեր մեջ էլ բոլորս հայ ենք այստեղ, նո հարգանքներս մեր ռուս գործընկերոջը, Ասորի եւ Եզդի գործընկերոջը, քուրդ, հա, կներեք, հա, ամենայն հարգանքով, բայց բոլորս հայ ենք, շատերս ծերում ենք Արևմտյան Հայաստանից, Մուշից, ինչպես պարոն Կարապետյանը, իմ օրինակի համար տատիկը Սարղամիշից է, որտեղ 1914 թվականին սկսվել է առաջին համաշխարհային պատերազմը։ Եկեք այս մասերի մասին խոսել ես, մի քիչ զգույշ խոսենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարոն Աբրահամյան, չանդրադառնալով ձեր ասացի բովանդակությանը, բայց պետք է նշեմ, որ եթե ես չեմ սխալվում, Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսի նստավայրը Ադանան երբեք չի եղել։ Եղել է Սիսը, Սիսից առաջ եղել է Հռոմկլան, որը ի դեպ Կիլիկիայի թագավորության մաս չէր այդ կետում, բայց անկլավային տարածք էր մի փոքր Էնկոմ Եփրատի ափին, բայց սա զուտ պատմական ակնարկ։ Ձեր ելույթն ավարտված է, շնորհակալություն։ Պարոն Ռուբինյան, ես ասեցի, որ Կիլիկիայում է եղել, Ավարտվել էր ելույթը, Դավիթ Ես մեկնաբանում, քանի որ մեկնաբանեցիք, այո, այսինքն 20 կիլոմետր հեռավորության վրա է եղել։ Դե, բայց հիմա Երևանն ու Էջմիածինն էլ են 20 կիլոմետր հեռավորության վրա, բայց տարբեր քաղաքներ են։ Համեցեք, պարոն Ղազինյան։